Ինչպես տեսնում եք, կատվածահար է արվում ամբողջ հանրապետության տնտեսական գործունեությունը, սա ասում եմ, ազգային անվտանգության հարց է։ Քարտային վճարումների համակարգը դարձյալ խափանվել էր։ Փաստի առաջ կանգնած քաղաքացիները ստիպված էին կանխիկ գումար գտնել իրենց գործարքները կատարելու համար։ Խանութներում վճարել պարզապես չէր ստացվում, քաղաքացիները չեն կարողացել նաև բանկոմատներից փող հանել։ Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին, քարտային վճարումները սպասարկող առկա համակարգի Facebook-յան էջում խնդիրների մասին որևէ բառ չկա։ Խափանումների մասին չեն զգուշացրել։ Քաղաքացիները այլ աղբյուրներից միայն կարող էին ճշտել, թե ինչու քարտով գործարքանել չի ստացվում։ Կանխիկի շրջանառությունից անկանխիկի անցումը նպատակ հռչակած երկրում այս իրավիճակը նորություն չէ։ Առկա համակարգի խափանումներին շատ քարտապաններ արդեն սովոր են։ Խնդիրները նաև սոցցանցերում են ակտիվորեն քննարկում։ Միայն Հայաստանում կարող են հորդորել, որ գնումները պետք է անել քարտերով։ Գնաս քարտով առևտուր անելու տարբեր խանութներ ասեն, առավոտվանից խնդիր է։ Գնաս բանկոմատից գումար կանխիկացնելու, ոչ մի բանկոմատ չաշխատի։ Արկան որպես ազգային վճարային համակարգ է ներկայանում։ Հիմնադրվել է 25 տարի առաջ Կենտրոնական բանկի ու 10 առևտրային բանկերի կողմից։ Այժմ բացի Կենտրոնական բանկից արկայում բաժնետեր են 15 առևտրային բանկեր։ Համակարգն այժմ արդեն ավելի քան 3 միլիոն քարտապան ունի։ Արկայից օգտվում է ավելի քան 100,000 տնտեսվարող, իսկ տարեկան գործարքների ծավալը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Կապում է փաստորեն բոլոր պոստտերմինալները, բանկոմատները, օնլայն վճարումները, բազմաթիվ հերթեր, բազմաթիվ դժգոհություններ, չկայացած գործարքներ։ Որն է խափանումների պատճառը, ընկերությունը մինչ այս պահը չի պարզաբանել։ Արքայից մեզ ասացին հարցերը գրավոր ուղարկել, ինչը եւ արել ենք։ Ազատությունը հետաքրքրվել է, ինչու են քարտային վճարումների համակարգում այսպիսի խնդիրները պարբերաբար կրկնվում։ Հնարավոր չէ խուսափել նման խափանումներից։ Տեխնիկական հագեցվածության կամ ծրագրային ապահովման խնդիր կա։ Այժմ սպասում ենք պատասխանին։ Ֆինանսական եւ բանկային համակարգում ծրագրավորման երկարամյա փորձ ունեցող Արթուր Ղազարյանի կարծիքով նման խնդիրներ կարող են լինել մի քանի պատճառներով։ Հիմնականում այդպիսի խափանումները լինում են, երբ որ նոր տարբերակներ են տեղադրվում համակարգի, լինում են կապի խափանումներ կարող են լինել, բայց երբ որ ամբողջ հանրապետության մասշտաբով մենք երեք չենք տեսել, որ ինտերնետ կապը նորմալ էր, այսինքն կապի խնդիր չէր եղել։ Երրորդը կարող է լինել մարդկային գործոններ։ Ես շփվում եմ մասնագետների հետ, կադրերի հետ, որոնք որ հեռացել են առկա պրոցեսինգային կենտրոնից, նախկին աշխատակիցներ, ես չէի ասի, որ շատ բարեհաջող վիճակում է իմ առկա պրոցեսինգը կադրային տեսանկյունից։ Փորձագետը կառավարությանն առաջարկում է անկախ մասնագետների խումբ ստեղծել ու ստուգել ամբողջ համակարգը։ Առկա համակարգի շատ լուրջ տեխնիկական աուդիտ։ Տեխնիկական աուդիտ անցկացվի, հասկանալ այդ խնդիրները ինչից է գալի ու ոնց կարող ենք մենք սրա տակից դուրս գալ։ Ես կառավարությանը կհորդորեմ շատ լուրջ վերաբերվեն այս հարցին։ Ղազարյանի կարծիքով անելիք ունեն նաև առևտրային բանկերը։ Դժգոհ հաճախորդներն առաջին հերթին իրենց բանկերին են դիմում։ Այդ զանգերը բոլորը ուղղորդվում են բանկեր, ու նաև բանկերը պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ համակարգը ուղղվի, սխալները շտկվեն։ Բայց ես բանկերի չեմ տեսնում, որ բանկերը դա անում են։ Առկա համակարգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Մեկնաբանության համար նաև գլխավոր դրամատուն դիմեցինք, բայց հորդորեցին ընկերություն դիմել։